Ձեզ համարում եք անկախ դատավոր։ Ձեր որոշումներում Այո։ Իհարկե։ Այսքանը, շնորհակալ։ Կան Արդարացիան նախարարությունը մտադիր այնպես անել փակել դատական նիստերը նկարահանումների համար, որ վկաները եւ այլն միմյանց չխանգարեն։ Ծանոթ չեմ։ Ծանոթ չեմ նախագծին։ Կա ժողովրդավարական Հայաստանում դա որքանով է հարիր իսկապես այդ սկզբունքներին։ Ծանոթ չեմ, բերեք ունենամ ձերքից տակնյութը հետ։ Մի մեղադրանքի հետ կապված ես ուզում եմ որ դուք պարտադիր ձեր գնահատակ, չէ, ձեր գործերով չէ։ Այլ դատավորի վարության գործերով։ Առհասարակ ընդհանուր համակարգի վերաբերյալ։ Ասում են դատավորները խթանում են մեր երկրում մարդասպանությանը, որովհետև քննիչները, ոստիկանները ամեն ինչ անում են, անձանց տանեն, կալանավոր են ոստիկանները բռնում են քննիչները տանեկան, բայց դատարանները բաց են թողնում։ Քննչական կոմիտեի նախագահը հենց հանրային հեռուստաընկերության եթե այս մեղադրանքը հնչեցեց դատական, դուք խթանում եք մեր երկրում մարդասպանությանը, դուք ընդունում եք այդ մեղադրանքը, որ հնչում է դատական համակարգի մասին։ Այդպիսի մեղադրանք եղել է իմ նկատմամբ։ Ձեր նկատմամբ չէ, հավաքարկի, դուք քրեական ոլորտը չեմ կարծում, չեմ կիսում այդպիսի կարծիք։ Իսկ քննիչները հիմնավոր գործեր բերում են, կարող է քննիչները լինում են եւ հիմնավոր եւ ոչ հիմնավոր, իսկ իրավական հետևանքները ոչ հիմնավորի պարագայում արտահայտվում են դատական ակտում։ Այսինքն ըստ էության այն մեղադրանքները, որ գալիս են դատական համակարգի ուղղությամբ դուք ինչ կասեք։ Ուշանում եմ էլի հարգելի լրագրողին։ Շնորհակալություն։ Որ կալանքը պետք է ընտրվի ծայրահեղ դեպք։ Իհարկե, դա օրենքի պահանջն է։ Միանշան։